մեկ տարածքներ չեն կորցրել, որովհետև այն տարածքները, որոնք մեր իրականության մեջ փորձ արվել եւ ինքներս մեզ հավատացրել ենք, որ դրանք մեր տարածքներն են, մեզ են պատկանում, այդ տարածքները մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև այդ տարածքները օգտագործվել են նրա համար, որ մենք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելության եւ սեփականության իրավունքը թուլանա։ Նման ձևով Նիկոլ Փաշինյանը հաղթանակի օրվա նախօրեին շնորհավորեց մայիսյան եռատոնն, ապա կառավարության անդամների հետ արձակուրդ վերցրեց քարոզարշավը շարունակելու նպատակով։ Հաղթանակի օրվա ֆեյսբուքյան ուղերձում Փաշինյանը հիշեց միայն 1945 թվականը։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգությունից զերծ միջավայրում։ Հաստատված խաղաղությունը կարևորագույն ձեռքբերում անվանելով Փաշինյանը խաղաղության նկատմամբ պատշաճ խնամք տանել հորդորեց։ Ոչ Փաշինյանը, ոչ կառավարության որևէ անդամ այսօր եռաբլուր չայցելեցին։ Վաղ առավոտից զինվորական պանթեոնում էին տարբեր քաղաքական ուժեր։ Առաջինը Հայաստան դաշինքը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։ Դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը անդրադառնալով Փաշինյանի Սյունիքի հայտարարություններին մի դրվագ հիշեցրեց նրա 2018-ի մայիսի 9-ի Արցախյան ելույթից։ Ասաց հետևյալը. «Սիրելի արցախցիներ, Թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի սպառնում Արցախի ինքնորոշման, այլ նաև հեռանկարներ է բացում Արցախի ճակատագիրը հայկական որոշելու, Արցախի ինքնորոշումը դե յուրե իրականացնելու համար»։ Իդեպ դա վարչապետի կարգավիճակում նրա առաջին պաշտոնական այցն էր, ինչի համար բավական հպարտ էր Փաշինյանը։ Իսկ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը կարևոր ուղերձով էր գնացել։ Շատ կարևոր ենք համարում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նա ոչինչ չարեց կամ նաև իր գործողություններով նպաստեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, պատերազմի ընթացքում ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու։ 2018-ի հայտարարություններից 8 տարի անց նույն մայիսի 9-ին փոխվել է Փաշինյանի խոսույթը։ Փաշինյանի թիմը վերլուծել եւ Արցախյան շարժման արդյունավետությունն է գնահատել։ Մենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ դադարեցնենք Ղարաբաղի շարժումը, որովհետեւ նախորդող շրջանի վերլուծությունը մեզ ցույց է տվել, որ նախորդող շրջանի Ղարաբաղյան շարժման հետ կապված գործոնները օգտագործվել են մեր պետության առաջընթացը թույլ չտալու համար։ Ապա ավելացրեց, մեր պետությունն անկախությունից ի վեր թակարդում է եղել եւ որ միայն ներկա իշխանությունը կարողացավ Հայաստանը հանել թակարդից։ Միթե Փաշինյանի կողմից խաղաղությունը եւ այսպես կոչված թակարդից Հայաստանը դուրս բերելը պարտության ու նվաստացման գնով չի եղել։ Արցախցիների համընդհանուր կարծիքը բարձրաձայնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Իհարկե նվաստացած է։ Եթե մենք չունենք մեր հայրենիքի մի մասը, եթե զավթված է, օկուպացված է Հայաստանի տարածքի մի մասը, ոնց կարելի է ասել, որ դա արժանապատիվ խաղաղություն է, երբ որ Ադրբեջանի բանտերում ունենք գերիներ, ունենք հարյուրավոր անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչև հիմա պարզ չի։ Շահրամանյանը պնդում է Արցախը դեմ չէ խաղաղությանը, բայց հարց է թե ինչ որակի խաղաղության պայմաններում ենք ապրելու, ինչ գնով եւ ինչի հաշվին։ Արցախցին ամենից լավ գիտի խաղաղության գինը։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա 3 լայնածավալ պատերազմ է տեսել։ Ոնց կարելի ասել, որ մենք այնտեղ ձեզ պահել ենք, դուք դեռ լավ ապրել եք, դա իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ այցելել է 2018, 19, 20 թվականներին, իսկ 44 օրյայից հետո մայիսի 9-ի հաղթանակի եւ ազատագրման գաղափարը փորձում են նսեմացնել ու մոռացության մատնել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։